Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նվաճեց Եվրո 2026-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ 3 ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Երևանում ընդունեց Ղազախստանի թիմին եւ հաղթեց 4-2 հաշվով։ Ղազախստանում թիմերը խաղացել էին ոչ ոքի 4-4 հաշվով։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 6-րդ ընտրական խմբում 16 միավորով գրավեց առաջին տեղը եւ առաջին անգամ նվաճեց եզրափակիչի ուղեգիր։ Բոլոր սցենարներին պատրաստ ենք, բրազիլացիներով առանց մենք աշխատանք ենք կատարել վերջերս 5-6 տարում, որպեսզի նաև այդ խնդրահարույց հարցերը չլինեն։ Իրանք էլ մեր ընտանիքի անդամներն են դարձել, ոնց որ ես չեմ ուզում իրանք առանձնացնել, որտեղ կարող է եթե չլինեին իրանք, չլիներ այս հաջողությունները, որտեղ իրանցից այս տղաները շատ բան են սովորել, իրանց նույնպես շնորհակալ ենք, բայց այսօր շնորհակալ եմ իմ տղաներին, ովքեր հավատացին, ովքեր եկան մեր հետևից եւ հասանք այս հաջողությանը։ Այս հավաքականից շատ լավ բաներ պետք է սպասենք, որովհետեւ մենք ընդ չենք գնալու, ուղղակի նվեր դառնանք ուրիշ հավաքականներ։ Այսօր մենք հաղթել ենք Եվրոպայի 2-րդ, իսկ աշխարհի 3-րդ հավաքականին, իսկ դա մեծ բանի մասին է վկայում, որ մենք մեր ուժ ունենք ու մինչեւ այդ ավելի ու ավելի առաջ կգնանք, ես ձեզ խոստանում եմ։ Իրոք մեզի շատ օգնում է մեր մարզիչի վստահությունը, ճիշտ ասած հիմա հեշտ է խաղից հետո ասելը, բայց խաղից առաջ ոչ մեկ չէր կասկածում, որ մենք կանցնենք հաջորդ փուլ։ Ես ասում եմ Եվրոյից, որ մենք այս խաղերը հիմա պետք է մոռանանք հետո։ Մի 2-3 ամիս կարանք ուրախանանք, բայց հետո մենք պետք է ամեն ինչ մոռանանք ու սկսենք լավ խաղալ այդ մյուս փուլը ու սա ուժերս պահենք այդ փուլի վրա։ Մեր համար իստորիա է ու երևի ավելի հաճելի է, որ մենք առաջինն ենք այդ կատարել այդ իստորիան ու ես շատ ուրախ եմ, որ ես ասենց ուժեղ թիմի հավաքեմ ու շատ հպարտ եմ։ Ուզում եմ ասեմ սաղ բալեջիկներին, սաղ որ մեզի հետևում է մեր հարազատներին շատ շնորհակալություն։ Էսի մեր օբշի հաղթանակն է։ Երևանում Հայաստանի հավաքականի կազմում հետ-թրիկ ձևակերպեց Նիկիտա Խրոմիխը, աչքի ընկավ նաև դարպասապահ Ալբերտ Աղաջանովը, որը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Շնորհավորում եմ երկրպագուներին, երկրին։ Այս նպատակի հետևից մենք երկար ենք գնացել։ Մեզ ոչ ոքի նույնպես բավարար էր վերջնական հաջողության համար, բայց մենք դրա համար չէինք խաղում, մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար։ Տղաներն արժանի են այս ամենին, ղեկավարությունը, երկրպագուները, մենք հսկայական գործ ենք արել, որը չի երևում։ Դաշտից դուրս շատերն են աշխատել այս հաջողության համար, որոշումներ կայացնողները, մարզչական շտաբը, ադմինիստրատորները, բոլորով միասին են գնացել այս ճանապարհով ու մենք հասել ենք այս հաջողությանը միասին։ Երբ հրավեր եղավ հանդես գալու Հայաստանի հավաքականում, այն ուրախությամբ ընդունեցի։ Այդքան հեռուն գնացող հարցեր, թե ինչ կարող ենք անել Եվրոյի ընթացքում, հիմա կդժվարանամ ասել։ Էմոցիաները դեռ շատ են։ Միանշանակ է, որ բոլորը տեսնում են, որ մենք ոնց ենք աշխատում, ինչպես ենք դրա շնորհիվ դառնում ավելի ու ավելի ուժեղ։ Ամեն տարի մենք ավելի լավն ենք դառնում, այնպես որ տեսնենք, թե ինչ կստացվի։ Ամբողջ թիմն իր գործը լավ արեց։ Ինչ շատ քիչ հարվածներ էին հասնում։ Բոլորն անձնազոհաբար խաղացին, փակում էին հարվածները։ Խոսքեր չունեմ, բոլորն էլ այսօր հրաշալի էին։ Ինչ դաշտից դուրս եմ եկել, շնորհավորանքներ եմ ստանում ընտանիքից, Նովորոսիիսկից, որտեղ ծնվել եմ։ Այնտեղ ֆուտզալի պրոֆեսիոնալ ակումբ չունենք, բոլորը սիրողական մակարդակի ակումբներ են ու նրանք, ովքեր սիրում են ֆուտզալ, նայում էին մեր խաղը, մեզ երկրպագում, կադրեր ուղարկեցին, թե ինչպես են նշում մեր հաջողությունը, ֆանտաստիկ էր։ Ավելի քան 2 տարի եղել եմ Լուան Մյուլլերին փոխարինող դարպասապահ։ Նա լավագույն դարպասապահներից մեկն է, առհասարակ, ճիշտ հասկացեք, նա աշխարհում լավագույններից մեկն է։ Առիթ ներկայացավ լինելու առաջինն ու եթե մենք հաջողեցինք այս հարցում, եթե կարողացանք որակավորվել Եվրո, ուրեմն ես իմ ստացած շանսը ճիշտ եմ օգտագործել, թիմին չեմ հիասթափեցրել։ Իմ գոլի դրվագը լավ եմ հիշում, տեսա, որ իրենց դարպասապահն է փորձում հարվածել։ Ես բռնեցի գնդակն ու միանգամից հիշեցի, որ դարպասն ազատ է ու եթե մի բան որոշել եմ անել, ապա ժամանակը հենց հիմա է։ Խփեցի ու տեսնում եմ, որ մեկը փորձում է վազել ու հասնել գնդակին, չասավ ու էմոցիաների էյֆորիա։ Կրկնում եմ, ֆանտաստիկ էր։ Ազնիվ լինեմ, դժվար է հիմա ասել, թե ինչ կարող ենք անել Եվրոյի ընթացքում։ Հայաստանի հավաքականը Եվրո 2026 որակավորման փուլում տոնեց 5 հաղթանակ, 1 հանդիպում ավարտվեց ոչ ոքի։ 6-րդ խմբում Ղազախստանից բացի ընդգրկված էին նաև Դանիայի եւ Ալբանիայի հավաքականները։ Սա Հայաստանի պատմության մեջ թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականն է, որ հասնում է նման հաջողության։ Եվրո 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում եւ Լատվիայում 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը։